Ողջույն, ես Տիգրան Խզմալյանն եմ, այսօր 2026 թվականի մայիսի 14-ն է, կրկին շրջենք ավազե ժամացույցը։ Հենց այսօր, այս օրերին, այս ժամերին տեղի ունենում իրավի պատմական իրադարձություն Պեկինում Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը, հանրապետական կայսրը և կոմունիստական կայսր Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կիսում են աշխարհը։ Դա չափազանցություն չէ։ Նրանք հանդիպել են 9 տարի առաջ եւ այս 9 տարիների ընթացքում շատ բան է փոխվել աշխարհում, շատ բան է փոխվել նաեւ Հայաստանում։ Անցավ 2020 թվականի պատերազմը, 23 թվականի Արցախի հայրենազրկումը, պատրիացիդը։ Եվ ահա Չինաստանը եւ Միացյալ Նահանգները աշխարհի 4 գլխավոր ռազմաքաղաքական եւ տնտեսական կենտրոններից երկուսը հավաքվել են Պեկինում, որպեսզի քննարկեն եւ ամենայն հավանականությամբ կրկին բաժանեն աշխարհը, որը աշխարհը գտնվում է հենց այս բաժանման բևեռացման շեմին։ Ես ասացի 4 կենտրոն, որոնք են մյուս երկուսը։ Երրորդը ամենայն հավանականությամբ Հնդկաստանն է, որը հակված է մտերմանալ արևմուտքի հետ եւ փորձելու է փոխարինել իրենով Չինաստանը, եթե հաջողվի։ Չորրորդը Եվրամիությունն է, իր ինքնությունը գիտակցող եւ շատ արագ զինվող, ամփոփվող եւ հզորացող, առայժմ շուրջ 400 միլիոնանոց մարդկային ուժի տեսակետից ռազմաքաղաքական եւ տնտեսական հզոր կառույց, որը ձգտում է միացվելու։ Նրան հարում են այնպիսի տարբեր երկրներ, ինչպիսին են վերջերս դուրս եկած, բայց հիմա վերադարձող Բրիտանիան, Կանադան, որը զարմանալիորեն մերձենում է շատ արագ Միացյալ Եվրոպային, դրանց կհետևեն Ավստրալիան եւ Նոր Զելանդիան, բայց մեզ նախ եւ առաջ պետք է որ հետաքրքրի ինչով է այս ամենը կարևոր եւ ինչ է սա նշանակում Հայաստանի համար։ Եկեք փորձենք քննարկել դա։ Միացյալ Նահանգների նոր նախագահ, որը փորձում է գործել որպես կայսր, իսկապես շրջանցելով իր սենատը, կոնգրեսը, շրջանցելով իր ավանդական դաշնակիցներին ու նախ եւ առաջ Եվրամիությանը, այսօր իդեմս իր կառավարության արտաքին քաղաքական ղեկավարի Մարկո Ռուբիոյի, որը պետքարտուղարի պաշտոն է զբաղեցնում, կրկին հայտարարեց եւ այս ենթատեքստում Չինաստանի հետ հանդիպման ընթացքում այդ ենթատեքստում դա առավել կարեւոր է եւ տագնապալից, որ պատերազմն Իրանի հետ, որի ընթացքում եվրոպական դաշնակիցները չեն տրամադրել Միացյալ Նահանգներին ակնկալվող աջակցությունը, հարցականի տակ է դնում Միացյալ Նահանգների մնալը ՆԱՏՕ-ի կառույցներում։ Մենք գիտենք, որ Թրամփը հաճախ իրարամերժ բաներ է ասում, բայց այս հայտարարությունը առաջին անգամ չէ, որ հնչում է եւ դա կոչված է եւս մեկ անգամ սթափեցնել Եվրոպան։ Եվրոպայում դա լսեցին։ Միացյալ Նահանգների տեղը շատ հետաքրքիր է, ես մի փոքր ակնարկեցի այդ մասին, շտապում է զբաղեցնել Կանադան իր ռեսուրսներով, իհարկե դա անհամեմատելի է Միացյալ Նահանգների հետ, բայց աշխարհաքաղաքական եւ աշխարհագրական առումով դա խոստումնալից միավորում է։ Պեկինում խոսվելու է շատ բաների մասին եւ դժվար թե Հայաստանի անունը այնտեղ տրվի, բայց ամենակարևոր թեմաներից մեկն է լինելու եւ արդեն պաստորեն հանդիսանում է այդպեսին
Միացյալ Նահանգների պատերազմը Իրանի հետ եւ դա չի թաքցվում որպես չինա-ամերիկյան բանակցությունների առանցքային թեմա։ Իսկ քանի որ Իրանը մեր հարավային հարևանն է եւ կարևորագույն խաղացողը այս տարածաշրջանում, դա անխուսափելիորեն ազդելու է նաեւ մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքի վրա։ Միացյալ Նահանգները պատրաստ են գնալ գործարքի Իրանի հետ, Թրամփը այդ մասին վաղուց ասում էր, դա նշանակելու է, որ տանելով մեծ կրելով ավելի ճիշտ մեծ տնտեսական եւ ռազմական կորուստներ, Իրանը այնուամենայնիվ պահպանել է իր քաղաքական համակարգը եւ Չինաստանի օգնությամբ փորձելու է պահպանել նաեւ իր դերը տարածաշրջանում, ուժեղացնել այն։ Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփի օրոք համաձայն են դրան եւ դիմացը Չինաստանը պահանջելու է իր մասը։ Որն է այդ մասը։ Ուշադրություն դարձրեք, որ ոչ նրանց բանակցություններում, ոչ մեր մեկնաբանություններում չի հնչել Ռուսաստանի անունը, որովհետև աշխարհը բաժանվում է առանց Ռուսաստանի եւ Ռուսաստանի հաշվին։ Դա մի բան է, որ մենք կանխատեսում ենք տարիներ առաջ եւ որը մեր եւ ձեր աչքի առաջ հենց հիմա կատարվում է։ Ռուսաստանին մնում է միայն հաշվել, քանի վայրկյան էր տևում Սի Ցզինպինի եւ Դոնալդ Թրամփի ձեռքսխմոցը։ Այն տևեց 15 վայրկյան, ինչպես բծախնդրորեն հաշվեցին ռուսական հեռուստատեսությունում։ Կարևորը դա թե ոչ էական չէ։ Էական է, որ Չինաստանը ընդգծված ճոխ այցելություն է պատրաստել, ընդունելություն ավելի ճիշտ Թրամփի այցի համար եւ դրանով ընդգծում է, որ աշխարհում ճանաչում է միայն Միացյալ Նահանգներին որպես գերակա կամ ամենայդեպս հավասար իրեն քաղաքական ու տնտեսական, բայց նախ եւ առաջ իհարկե ռազմական կառույց ուժ։ Եվ այս առումով Հայաստանի իրավիճակը միանշանակ չէ, խիստ բարդ է, որովհետև Միացյալ Նահանգները Թրամփի օրոք եւ նրա առաջի ժամկետի ընթացքում եւ առավել եւս երկրորդի ընթացքում մեր տարածաշրջանի իր գլխավոր դաշնակիցն են համարում Թուրքիան եւ հետեւաբար Ադրբեջանը։ Հայաստանը, որը ուներ 35 տարի շարունակ փայլուն հնարավորություններ վերադարձնել իրեն 100 տարի առաջ Միացյալ Նահանգների գլխավոր գաղափարական, կրոնական, բարոյական առումով դաշնակցի դերը, մեզ հիմա դժվար է պատկերացնել, որքան էր Հայաստանը կարևոր Միացյալ Նահանգների համար 20-րդ դարի սկզբին, ցեղասպանությունից առաջ եւ հատկապես ցեղասպանությունից հետո։ Մոտավորապես 1901 թվականից, անգամ 1895 թվականից, բայց ընդգծված էր դա Թեոդոր Ռուզվելտի նախագահության օրոք 1901-93 թվականին եւ հատկապես Վուդրո Վիլսոնի հայտնի դերակատարության շնորհիվ մինչեւ 1925 թիվը պահպանվում էր Միացյալ Նահանգների հատուկ վերաբերմունքը Հայաստանին։ Հետո այդ ամենը անհետացավ, Միացյալ Նահանգներում դա փոխարինվեց 48 թվականից հետո Իսրայելի հանդեպ հատուկ հարաբերություններով վերաբերմունքով։ Իսկ Հայաստանում դա պարզապես մոռացվեց։ Եվ երբ 1992 թվականին Միացյալ Նահանգները փորձեցին հիշեցնել դա, Հայաստանը համառորեն Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյան մինչև 2018 թվականը հրաժարվում էր այդ բոլոր հնարավորություններից, որոնք արտահայտվում էին եւ պետքարտուղար Ջեյմս Բեյքերի, եւ Բուշի ընտանիքի կողմից, եւ Հիլարի Քլինտոնի այցերով, եւ Ջոն Բոլթոնի
շատ խոստումնալից առաջարկներով 2018 թվականին։ Ինչևէ, այսօր Դոնալդ Թրամփի համար, կրկնում եմ, առանցքայինը Թուրքիայի դերն է, դերակատարությունը եւ հետեւաբար ուրեմն նաեւ Ադրբեջանի։ Հայաստանը տվյալ դեպքում ավելի շատ օբյեկտ է, քան սուբյեկտ։ Եվ սա շատ ծանր իրողություն է։ Եկեք չխաբվենք նրանով, որ Միացյալ Նահանգները ներդրումներ են խոստանում, կառուցում են դատաբեյզերից մեկը, բարձր տեխնոլոգիական իրենց շղթայի օղակներից մեկը Հայաստանում, այս ամենը փայլուն է, բայց դա ացանցյալ է։ Իրական անվտանգություն, իրական զարգացում, իրական պետականության պահպանման երաշխիք այդ ամենը չէ։ Եվ նման օրինակները շատ էին։ Միացյալ Նահանգները, կրկնում եմ, մեր աչքի առաջ այս ամիսների ընթացքում, այս տարվա ընթացքում հրաժարվեցին շատ ավելի կարևոր խոստումնալից եւ ավանդական հարաբերություններից Եվրամիությանն հետ։ Եվրամիությունը Միացյալ Նահանգների համար մրցակից է, այլ ոչ թե դաշնակից եւ գործընկեր։ Դա են վկայում եւ տնտեսական տարիֆները, փաստորեն պատժամիջոցների նման մաքսային турքերը եւ գաղափարական տարաձայնությունները եւ վերջին ճգնաժամը ՆԱՏՕ-ի մեջ։ Թուրքիան այս նոր ստեղծվող աշխարհում, որը, ինչպես նշում են արդեն վաղուց բոլորը, հիմնված է ոչ թե օրենքի ուժի, այլ ուժի օրենքի վրա, շատ տարակ կողմնորոշվում է եւ փնտրում է իր նոր դերը։ Այդ նոր դերը իրականում այդքան էլ նոր չէ։ 90-ականների սկզբին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Թուրքիան իրեն առաջարկում էր մի շարք ամերիկյան ադմինիստրացիաներին որպես արևմտյան գաղափարախոսության, տնտեսության, ռազմավարության, աշխարհաքաղաքականության կարապետը, ջատագովը, առաջնորդը այս տարածաշրջանում եւ նրա ծրագրերը այդ տարիներին քանդվեցին հիմնականում մեկ պատճառով՝ Արցախյան առաջին պատերազմում Հայաստանի տարած հաղթանակով։ Երբ Հայաստանը իրապես դարձավ համաշխարհային քաղաքականության սուբյեկտ եւ գործոն, այլ ոչ թե գործիք, այդպես որ այսօր հնչող մեկնաբանությունները, թե դա միջազգային խարդավանքի, ինտրիգաների արդյունք է, պարզապես անհեթեթ են, ճիշտ հակառակը։ Հենց 1992-3-4 թվականներին Հայաստանը ստացավ անկախ պետության եւ հարցեր լուծող, թելադրող քաղաքական սուբյեկտի կարգավիճակ։ Ուրիշ հարց է, որ Հայաստանը գրեթե անմիջապես վատնեց այդ հնարավորությունը։ Դա էր Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարախոսությունը, որը այն ժամանակ դեռ չէր կոչվում այնպես, ինչպես կոչվում է հիմա, ռեգիոնալիզմ, բայց իմաստը հենց դա էր։ Պետք չեն մեզ եվրոպական, ամերիկյան գեր դաշնակիցներ, մեզ պետք է հարաբերություններ ճշտել, շտկել եւ լավացնել տարածաշրջանի երկրների հետ, նախ եւ առաջ Թուրքիայի եւ հետեւաբար նաեւ Ադրբեջանի հետ։ Այդ մոտեցումը մերժվեց այն ժամանակ եւ այստեղ իսկապես մտավ Ռուսաստանը, վերադարձավ, տեսնելով այս ճեղքի մեջ, որը առաջացավ մեր ազգային գաղափարախոսության եւ իրական քաղաքականության միջև, այդ ճեղքի մեջ մտավ Ռուսաստանը երկու տասնամյակով փաստորեն երկարացնելով իր լուծը, ամրացնելով այն, ամրապնդելով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից տնտեսական, քաղաքական, գաղափարական, ռազմավարական, զինվորական, ինչին դա բերեց մենք տեսանք 2020 թվականին եւ 2023 թվականին։
Հիմա իրավիճակը փոխվում է, սակայն ստեղծվող իրավիճակը լի է որքան հնարավորություններով, այնքան էլ մարտահրավերներով և վտանգներով։ Եվ կրկնում եմ, Չինաստանը տվյալ դեպքում շահագրգռված է Իրանի այս տարածաշրջանում այս ձևաչափով, այս կարգավիճակով, այս քաղաքական վարչակազմով պահպանմանը։ Մի բան, որը անընդունելի է տարածաշրջանի կարևորագույն երկրի Իսրայելի համար։ Միացյալ Նահանգները փորձելու են գտնել միջինը այդ երկու մոտեցումների արանքում, և այդ միջինը առաջարկում է Թուրքիան, որը վերջերս հայտարարեց, որ պատրաստ է լայնածավալ պատերազմ Իսրայելի դեմ, եթե Իսրայելը շարունակի հարձակումները Իրանի վրա։ Հասկանալի է, որ դա դասական, բյուզանդական, թուրքական կեղծիք է։ Նախ Թուրքիան դժվար թե համարձակվի հարձակվել Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակցի տարածաշրջանային Իսրայելի վրա։ Իսրայելը բացի դա հզոր միջուկային երկիր է, Թուրքիան դեռևս ոչ, չնայած Ռուսաստանը շատ բան է անում, որ դարձնի Թուրքիան միջուկային երկիր։ Բացի դա Թուրքիան բոլորովին էլ շահագրգռված չէ Իրանի ուժեղացման, հզորացման մեջ, Թուրքիան պարզապես շահագրգռված է, որ Իրանը մնա կրոնական, հետևաբար մեկուսացված և թույլ պետություն։ Այդ դրա համար Թուրքիան պատրաստ է բազմաթիվ ջանքեր, ֆինանսական, ռազմական, քաղաքական, դիվանագիտական ներդնել։ Մեզ համար, Հայաստանի համար կարևորը իմ կարծիքով հիմա հետևյալը։ Այն, որ Ռուսաստանը գիտակցում է ստեղծված իրավիճակը և պատրաստ է դուրս գալ, դա ակնհայտ է։ Իմիջիալոց Ռուսաստանը այսօր չէ, որ հասկացել է դա։ Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական ընդդիմության հետ հանդիպումների ժամանակ դեռ 2 տարի առաջ, հենց այս մայիսյան օրերին, մայիսի վերջում, անկեղծացավ և ասաց, որ Պուտինը առաջարկել էր դուրս բերել Հայաստանից իր բոլոր զորքերը։ Դա դեռևս 2024 թվականին էր։ Դա ասված էր վկաների ներկայությամբ, ես միայնակ չի այնտեղ, մեծ գաղտնիք հիմա չկա դրանում, որովհետև թեև մենք ժամանակին դա չենք բարձրաձայնել Փաշինյանի խնդրանքով, բայց Պուտինն արդեն ավելի հեռու գնաց և հրապարակավ առաջարկում է ապահարզան Հայաստանին, այսինքն այն ինչ նա անվանում է փափուկ բաժանում, իր մեջ իհարկե պարունակում է նաև զորքերի դուրսբերում Հայաստանից, այդ 4-5 հազար ռուսական գարնիզոնը, FSB-ի զորքերի և 102-րդ բազան, կրկնում եմ, նա դեռ 2 տարի առաջ գիտակցում էր զարգացման ուղղությունը և արդեն պատրաստ էր դուրս բերել զորքերը Հայաստանից, հատկապես, որ հիմա նա ստացել է այդ իր առաջարկի այլ ձևակերպում վերջնագրի տեսքով Եվրամիությունից, մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Մակրոնից, ով իհարկե դիվանագիտորեն, քաղաքակիրթ ձևով, բայց Երևանյան վեաժողովից հետո ակնհայտորեն ուղարկեց Պուտինին այդ յուրահատուկ դիվանագիտական մեսիջը։ Եվրամիությունը պահանջում է ավարտի հասցնել պատերազմը Ուկրաինայում, ինչը Պուտինը նույնպես ընդունում է և արդեն բանակցությունների մասին է խոսում, ինչի մասին օրեր առաջ ակնարկեց Թրամփ, ասելով, որ պատերազմի ավարտը Ուկրաինայում շատ մոտ է։ Հետևաբար Ուկրաինայի ու Հայաստանի պատերազմները շաղկապված են, անկախտելի, անբաժանելի,
Ես ասում էի վաղուց, որ 20 թվականի պատերազմը Պուտինի համար նախապատրաստում էր 22 թվականի հարձակումը Ուկրաինայի վրա։ Նա Հայաստանի, հատկապես Արցախի, Սյունիքի ու Նախիջևանի միջոցով պատրաստվում էր Ադրբեջանի օգնությամբ դուրս բերել իր նավթն ու գազը կոծկված կիսագաղտնի դեպի Թուրքիա։ Թուրքիան կոչվում էր ռուսական էներգետիկ հաբ, հիշում եք նման արտահայտություններ, երևի կհիշեք։ Այդ ամենը հիմա ձևափոխվում է եւ Եվրոպան հասկանում է հսկայական վտանգը, որը կախված է Հայաստանի գլխին։ Այդ վտանգն է այն, որ եթե Ռուսաստանը արագ դուրս է գալիս Հայաստանից, իսկ Եվրոպան չի հասցնում այստեղ մտնել, ապա դատարկությունը լցվելու է Թուրքիայի կողմից։ Պատահական չէ, որ հենց մեկ օր առաջ Թուրքիան հայտարարեց նույնպես պատրաստվող եւ երեք արդեն պաշտոնապես հայտարարված սահմանափակումների հեռացումը ուղիղ թուրք-հայկական առևտրային հարաբերություններում։ Եթե հիշենք, որ Ադրբեջանի հետ Հայաստանի առևտուրը սկսվեց շուրջ $1000 պակաս ինչ-որ մի գործարքով Հայաստանի կողմից եւ 5-ից 6 միլիոն դոլարի գործարքով Ադրբեջանի կողմից, համեմատեք $1000 եւ 5.5 միլիոն դոլար, պատկերացրեք ինչպիսին է լինելու այդ հարաբերակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի ուղիղ երկկողմանի առևտրի դեպքում։ Վախենալ դրանից պետք չէ, իհարկե ոչ, բայց մնալ միայնակ այս իրավիճակում, այս մարտահրավերների դեմ անդիման բերելու է շատ հեշտ կանխատեսելի հետևանքներ։ Վախենալ պետք չէ պարզապես, որովհետև եթե մենք դա գիտակցում ենք, պետք է հասկանալ ուղղակի ինչ անհրաժեշտ անել, իսկ անել անհրաժեշտ է այն, ինչին Հայաստանի Եվրոպական կուսակցությունը կոչ է անում եւ պատրաստում է վաղուց դա օր առաջ, ժամ առաջ սկսված Եվրամիությանը անդամակցելու եւ գոնը դիմում տալու գործընթացն է։ Դա ոչ միայն անհրաժեշտ է, հիմա դա գոյաբանական հարց է եւ ամեն կորցված օրը, ժամը ճակատագրական են լինելու Հայաստանի համար, որովհետեւ Եվրոպան արագ չի շարժվում։ Արագ են շարժվում բռնապետությունները՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան։ Ժողովրդավարությունները շարժվում են դանդաղ։ Այո, դրանք ավելի վստահելի են, դրանք մարդասեր են, դրանք տեխնոլոգիապես ավելի զարգացած են, բայց քաղաքական որոշումները ընդունվում են բարդ եւ դանդաղ, կոնսենսուսով։ Ահա ինչու չի կարելի կորցնել եւս 8 տարի, ինչպես կորցրեց Փաշինյանը, 8 տարի, ինչպես կորցրեց Սերժ Սարգսյանը, 8 տարի, ինչպես կորցրեց Ռոբերտ Քոչարյանը դրանից առաջ, Լևոն Տեր-Պետրոսյանը, որովհետև այդ ամենը, այդ 8 տարիները դա մեր կյանքից կորսված, գողացված, անհայտացած, մսխված, հափշտակած տարիներն են։ Դա մեր սերնդի կյանքի ուղիղ կեսն է։ Ուստի Չինաստանի եւ Միացյալ Նահանգների կողմից բաժանվող աշխարհում Հայաստանի համար կա շատ իրական վտանգ։ Միացյալ Նահանգները այս տարածաշրջանում առայժմ գործում են Թուրքիայի միջոցով եւ այդ 2-3 տարին ինչ ունի Թրամփը բավական է, որպեսզի Թուրքիան կարողանա հասնել իր նպատակների, Ադրբեջանի հետ միասին իհարկե։ Դա բավական է, որ Հայաստանում սկսվի արտագաղթը, եթե Հայաստանը մնա այսօրվա անորոշության եւ վախի սպառնալիքների մթնոլորտում։ Դա բավական է, որ Ադրբեջանը իրագործի վաղուց պատրաստված ու պատրաստ ծրագրերը Սյունիքի վերաբերյալ, Վայոց ձորի վերաբերյալ, Վայքի։
դա բավական չէ, որպեսզի Եվրոմիությունը լիարժեք կարողանա փոխարինել այն դատարկությունը, որը առաջացել է վերջի տարիներին Հայաստանում։ Եվ հետևաբար ելքը մեզ համար մնում է նույնը։ Չինաստանը մեզ չի կարող օգնել և շահագրգռված չի լինելու օգնելու մեզ։ Չինաստանը պարզապես կարող է մի պահ կանգնեցնել Թուրքիայի էքսպանսիան Կենտրոնական Ասիայում, բայց աշխարհի բաժանումը ամենայն հավանականությամբ Կենտրոնական Ասիան թողնելու է Չինաստանի ազդեցության ներքո, ինչպես նաև Ռուսաստանի արևելյան մասերը։ Ռուսաստանը իրականում կանգնած է տրոհման վտանգի ու շատ իրական հեռանկարի առջև։ Մարդիկ, ովքեր դեռևս կապում են Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ, վաճառում են մեզ Տիտանիկի տոմսերը։ Մի գնեք այդ տոմսերը։ Այն հայերը, ովքեր հասցնելու են փախչել, փորձելու են գալ Հայաստան, պատրաստ ենք մենք նրանց ընդունելու։ Մենք ունենք շատ դառը փորձ, անհաջող փորձ 90 թվականին Ադրբեջանից հայ գաղթականների չընդունելու 1 միլիոն հայեր եկել, 4 միլիոն ենք Հայաստանում մենք, Հայաստանի քաղաքացիները 1990 թվականին, պաշտոնապես 4 միլիոն ենք, 1/4 մենք կորցրեցինք, որտեվ երկիրը ազգը, հատկապես երկրաշարժից հետո, շրջափակման և պատերազմի պայմաններում ի վիճակի չեղավ ընդունել այդ փախստականներին։ Արդյոք 30 տարի անց մենք պատրաստ ենք դրան։ Վստահ չեմ։ Սա են մարտահրավերները, սրանք են փոփոխվող և նորովի կիսվող աշխարհում մեր սպառնալիքները և հնարավորությունները։ Կրկնում եմ, Հայաստան ունի ընդամենը մեկ հնարավորություն տեղավորվել փոփոխվող աշխարհում և պահպանել իր պետականությունը։ Եվ կրկնեմ այստեղ Կանադայի պես հզոր ու մեծ համեմատաբար երկրի վարչապետ Մարկ Քարնիի խոսքերը, ով Դավոսում կտրուկ մերժելով Միացյալ Նահանգների ոտնձգությունները Կանադայի նկատմամբ և հայտարարելով նոր կուրս մերձեցում Եվրամիության հետ, հայտարարեց փոքր և միջին երկրները այս համաշխարհային խնջույքում պետք է միավորվեն, եթե ուզում են այս սեղանի շուրջը մնալ, այլապես նրանք լինելու են ճաշատեսակ այդ սեղանի վրա։ Երբեք դա այդքան արդիական չէր հնչում Հայաստանի համար։ Միավորվելու մեր հնարավորությունները սահմանափակ են։ Կամ Հայաստանը, ինչպես առաջարկում է ռուսական օպոզիցիան, դառնում է ռուսական գուբերնիա և հետևաբար Տիտանիկի խուց, հայտնվելով շուտով հատակին օվկիանոսի համաշխարհային պատմության ծովի հատակին Ռուսաստանի հետ, կամ ձուլվում է, ինչպես ձուլվեցին բազմաթիվ այլ հին վեհ պետությունները, Շումերից, Բաբելոնից մինչև Ասորեստան, Էլլադա, հին Հռոմ, մեր դեպքում ձուլողները Թուրքիան ու Ադրբեջանն են, այդ ձուլման մեծ վարպետներ։ Կա երրորդ տարբերակը, որը պետք է ներկայացնի Հայաստանում երրորդ ուժը, չկայացած ժողովրդավարական ընդդիմությունը։ Չկայացած, որովհետև մեր կայացմանը ցավոք սրտի դեմ դուրս եկա, ինչպես և դա սպասելի էր պրոռուսական ընդդիմությունը,
նախկին նախագահները, որոնք չգտան իրենց մեջ քաղաքական իմաստություն, խոհեմություն, հասկանալու համար, թե ինչ է հիմա պետք Հայաստանին։ Այդպես էլ օրվա իշխանությունները, որոնք նույնպես թույլ չտվեցին փխրուն թույլ ժողովրդավարական ընդդիմությանը ուժեղանալ, չընդունեցին համագործակցության մեր առաջարկը եւ համագործակցություն դարձրեցին պարզապես վասալային կախվածություն, որը իմաստազրկեց ժողովրդավարական ընդդիմությունը։ Այդպես որ մնում է ընդհանրապես ուղղությունը, ով է գնալու, ով է տանելու Հայաստանը այդ ուղղությամբ։ Ուղղությունը պարզ է՝ եվրոինտեգրում, միակ մնացած ուժը աշխարհում, որի համար կարևոր է օրենքը, այլ ոչ թե բռնությունը։ Այսքանով ընդհատենք մեր այսօրվա խոսակցությունը, վաղը նորից կշրջենք ավազի ժամացույց։ Ցտեսություն։ Բաժանորդագրվեք։